Հովնանյանների եւ Հովանեսյանների ընդհանուր արժեքներն են Հայաստանը, սերը հայրենիքի եւ Հայաստանի։ Շփվել է ամենաբարձր էլիտաների հետ, ոչ միայն հայկական, այլ ամերիկյան, եւ ահա այս օրիորդը սիրով գալիս է ապրելու Հայաստան։ Արմինեն մեծ գտոր սեր է։ Մայր Հայաստան է ձեզ ասում։ Ես էլ իրան կանչում եմ իմ թաքուհիս։ Նյու Յորքի ժողովուրդը անհամբեր ժողովուրդ են, ամեն ինչ եւ շատ պահանջ կա։ Ես օրվեցա համբերություն։ Նինա, այդ ինչ խելացի բան ասեցի։ Մեղքի զգացում կար։ Իմ հայերենս այնքան լավ չէ։ Այդ մութ սուրտ տարիները մենք 10-րդ հարկում էինք ապրում, եւ եթե ուրիշները կարող էին գեներատորներ ունենալ, մենք չէինք կարող, որտեվ ռաֆին թույլ չէր տալիս, պետք է ամենքի պես դժվար ապրեինք մենք, որտեվ սպյուրքից է Արմինեն, ռաֆիկինն է։ Եղել է արդյոք որևէ դեպք, միջադեպ, հանդիպում, օր, որ այդ օրը փոշմանել եք հայրենիք վերադառնալու համար։ Interesting. Ընտրել էինք, բայց ունեինք ազատություն ընտրելու։ Մենք նստեցինք Պրոսպեկտ Պուշկին փողոցի վրա։ Ինքը հանեց փոխեց ասեղը, նոր ասեղ դրեց, որ հանկարծ ես չմտահոգվեմ։ Բայց եկեք մի հատ մի տողով մարդկանց հիշեցնենք, հա դուք Նյու Յորքում ինչ էիք անում։ Ամեն ինչ անում էի։ Այնտեղ աշխատում էի եւ ամեն իրիկունները Պարահանդեսներին ձեզ երբեմն ուղեկցում էր Ֆրանկ Սինատրայի տղան։ Այո։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն դիտումների համար, որ դուք ապահովում եք, մեկնաբանությունների համար։ Ես իսկապես ինձ երջանիկ եմ զգում յուրաքանչյուր լավ տողի համար, յուրաքանչյուր դիտումի համար։ Եվ ուզում եմ խնդրել, որ անպայման բաժանորդագրվեք Էրմինե Ստեփանյան TV YouTube-ի իմ պաշտոնական ալիքին, ինչպես նաև կարող եք սեղմել զանգի կոճակը, որ նոր հաղորդումներ տեղադրելիս ձեզ մոտ անպայման նամակ կա եւ դուք տեսնեք, որ եկել է նոր հաղորդումը, մտնեք եւ դիտեք։ Ինչպես նաև պիտի խնդրեմ միանաք իմ Facebook եւ Instagram-ի պաշտոնական էջերին, որովհետեւ այնտեղ մշտապես թարմացվում են եւ լուսանկարները, եւ տեսանյութերը, եւ նաև ես սիրով պատասխանում եմ բոլոր նամակներին։ Այսօր իմ տուն ռեստորանը լցված է լինելու կանացի, մայրական, ընկերական ջերմությամբ եւ էներգիայով։ Իմ տուն ռեստորան հյուր են գալու շատերի սիրելի Արմինե Հովանեսյանը եւ Նինա Հովնանյանը։ Ինչն է կապում այս երկու կանանց, տիկնանց իրար հետ, մենք կիմանանք հարցազրույցի ընթացքում։ Չնայած ես վստահ եմ, որ շատերդ գիտեք նրանց ամուր ընկերության մասին։ Գնամ դուռը բացեմ։ Էս ինչ գեղեցկուհիներ են գալիս։ Համեցեք։ Շնորհակալություն, Տիկին Հովնանյան, բարի գալուստ իմ տուն, համեցեք, շքեղ եք երկուսդ էլ, շքեղ, համեցեք։ Ես շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ ձեր զբաղված առօրյայի մեջ ժամանակ եք գտել, որովհետև ձեր առօրյան մենակ ձեզ համար չի, նաև երկուսդ էլ ուրիշ մարդկանց համար եք շատ ապրում, եւ ես ուզեցի, որ այս մի ժամը գողանա, եւ ես այնպես անեմ, որ դուք ձեզ համար ապրեք ու ձեզ երջանիկ զգաք։ Ուրիշ բանի մասին չմտածեք, մենակ վայելեք, ուզում եմ ձեզ բարի գալուստ ասել, երկար փնտրում էի, մտածում էի ինչով պիտի ձեզ ասեմ բարի գալուստ եւ հասկացա, որ Armenia Wine-ի թարիրի խաղունգինին երևի շատ ձեզ համար սիրելի կլինի, քանի որ մենք այսօր կանանցով ենք, բացել է ինձ վրա։ Եվ ես շատ ուզում էի, որ ճիշտ է հաղորդումը մի փոքր ուշ է գնալու, բայց ուզում էի կանանց միամսյակը միասին փակենք։ Եվ շատ սիրուն կանացի եթեր ունենք, չնայած ես կարծում եմ, որ կանանց օրերը չի կարելի փակել։ Ես շատ թեմ եմ այս կանանց ամիսը։ Ես էլ, իսկ դուք ինչի եք դեմ, դուք ասեք, ես էլ կասեմ։ Որովհետև ամեն օր մեր պետք է լինի։ Այո, Տիկին Հովնանյան։ Ստացվեց ինձ մոտ շատ լավ, դուք էլ եք այդպես կարծում, Տիկին Արմինե։ Մեկ ամիսը ճանաչում են, խոսում են այդ մասին, բայց ինձ թվում է ոչ տարին մերն է։
No, ես գիտեմ վրան փոշտարի մեր։ Եվ այդպես է թող ճանաչի։ Հրաշալի, ուրա։ Այսինքն մայրի օրը հասկանալի է, բայց կանանցի օրը անհասկանալի է։ Ճիշտ է, բայց իմ ու քո համար եւ Երմինի համար տարբերություն չկա։ Մենք ամբողջ տարին տոնում Այո։ ենք։ Տիկին Հովնանյան, բարի գալուս, Տիկին Արմինե։ Շնորհակալություն։ Դե ինչ, մեզ լավ օր։ Մենք արժանի ենք, որ ունենանք իրար հետ լավ օր։ Այո։ Եվ ես շատ սպասել եմ այս հանդիպմանը, որովհետև ես սիրում եմ խոսել ընկերության մասին եւ շատերը կարծում են, որ կանանց միջև ընկերությունը հնարավոր բան չէ։ Իսկ թվում ենք այսօր այդ աքսիոման կջնջենք, կողք կդնենք եւ կապացուցենք, որ կարող են երկու կին տարիներ շարունակ ընկերություն անել եւ ասել, որ այո, նա իմ ընկերն է, որովհետեւ անդավաճան է, որովհետեւ սիրում է ինձ, որովհետեւ հոգ է տանում, որովհետեւ մենք այդպիսին ենք։ Բարի գալուստ։ Հերմինեն նաև քո տունը շատ սիրեցին, Շատ քո անկյունը, հա, շատ շնորհակալություն։ գեղեցիկ է եւ քո տաքությունը զգում ենք այս պատերի մեջ։ Attributed։ Իսկ ես Տիկին Հովանեսյանի տան մեջ այնպիսի հիշողություններ ունեմ, Տիկին Հովնանյան, չեք պատկերացնի, մի ամբողջ երիտասարդություն։ Գործադոթացել հիմա ինքը արդեն ճանաչված, գեղեցիկ օրիոր, այլիկ։ Շնորհակալություն։ Առաջարկում անցնենք մեծ սեղանի շուրջ եւ սկսենք ճաշել ու զրուցել։ Այսօրվա ճաշացանկս շատ այսպես զգացմունքային ճաշացանկ է լինելու, որովհետև երեք ուտեստները, որոնք պատրաստելու են, փոխկապակցված են լինելու մեկը մյուսի հետ հենց հայկական խոհանոցը խորհրդանշող մթերքներով։ Առաջին ուտեստը, որ պատրաստելու եմ, լինելու է մածունով։ Տարայի մեջ մի փոքր թողեք մածուն, որովհետև մեզ պետք է գալու դոնդողը բացելու համար։ Կտրատում ենք թարխունը։ Ավելացնում ենք ծեծած ընկույզ։ Իդեպ կարող եք մի փոքր սխտորել ավելացնել։ Ավելացնում ենք աղ։ Մածունը կողք ենք դնում եւ սկսում ենք պատրաստել դոնդողը։ 13 գրամ դոնդողին ավելացնում ենք 65 միլիգրամ սառը ջուր։ Դոնդողը արդեն այս վիճակում է 10-15 րոպե հետո դնում եմ ճարպաջեռոցի մեջ, որպեսզի տաքանա եւ դառնա մածուցիկ։ Ահա, ժելատինը դարձավ համասեռ։ Ավելի ջրիկ։ Ավելացնում եմ մածունին, որը կողք էի դրել մի փոքր։ Եվ մի քանի ժամով դնում ենք սառնարանը։ Դե դուք հասկացաք, չէ՞, որ ես սառնարանում արդեն պատրաստել էի մի քանի ժամ առաջ, որպեսզի ձեզ ցույց տամ։ Ստացվելու է ահա այսպես։ Ես հուզված եմ։ Չէի սպասում։ Օ, շատ սիրուն է։ Վաու։ Հիմա կասես մենք։ Հիմա կասեմ մենք։ Նախ ընդհանուր ուզում եմ պատմել այսօրվա ճաշացանկի կոնցեպտը։ Ես երկար մտածում էի, թե ինչով հիացնեմ ձեզ, ինչով ուրախացնեմ, զարմացնեմ, որովհետև գաղտնիք չի, որ դուք երկուսդ էլ ճամփորդել եք, փորձել եք վստահաբար շատ խոհարարների աշխատանքներ, ստեղծագործություններ, ինքներդ էլ ֆանտաստիկ պատրաստում եք, եւ ասի լավ մի բան պիտի անեմ, որ այսպես էմոցիաներին դիպչեմ, այդ կփրկեր ինձ, որովհետև չէի կարող մրցել։
Եվ հասկացա, որ իմ ամբողջ ճաշացանկը պետք է կառուցեմ հայկական մթերքների շուրջ, բայց նորովի մատուցված։ Այն բոլոր մթերքները, որ աշխարհի որ ծայրում էլ փորձում ես, միանգամից քեզ Հայաստան է բերում, Հայաստանն է հիշեցնում եւ հասկանում ես, որ գենետիկորեն ես կապված այդ մթերքների, համերի եւ բույրերի հետ։ Առաջինը, որ փորձելու ենք մածունով, թարխունով, անգույզով, սառը նախուտեստ է, որը հրաշալի կհամադրվի խաղուն գինու հետ։ Շատ լավ։ Բարի գալուստ, մեզ հրաշալի ընթացք եւ Բարի տեսանք։ Բայց անկեղծ կասեք ինչպես է։ Անպայման։ Չխնայեք ինձ, տիկին Աննի, ձեր նման կոմպլիմենտներ չանեք, որ չզգամ, որ ամեն ինչ շատ վատ է։ Բայց եթե քու մատները կպնել են, ինչպես կարող է համով չլինի Հերմինե, հա։ Այ սիրում եմ։ Սիրեցիք։ Ընտիր։ Լավ։ Եվ ճիշտ ասեցիր, այս համը եթե առնես, երկրի որ ծայրում լինես, դու չես կարող Հայաստանի մասին չմտածես։ Այո։ Տիկին Հովնանյան եւ Տիկին Հովանեսյան ջաներ։ Ես վստահ եմ, որ շատ շատերին հետաքրքիր է ինչից է սկսել ձեր ընկերությունը։ Ինչպես պատահեց, որ երկու գեղեցկուհիներ, այն էլ հայրենադարձ գեղեցկուհիներ, սկսեցին ընկերություն անել։ Գուցե այստեղից չի սկսել, գուցե այդ պատմությունը։ Նինան սկսի։ Տիկին Հովնանյան, գնդակը ձեր դաշտում է։ Okay. Well, im met mamas, Rafiin, met Hayrin եւ met Mayrin Erzurumից Հարիվան էին։ So սերունդներով կապ կար եւ մենք մեծացանք իրարու հետ եւ Rafin եւ Arminen ամուսնացան։ Rafin ինչ ասավ քեզ։ Չէ, դու քեզի օժիտ բերեց ինձ։ Այո, yes։ Նինան Ռաֆի օժիտն է ինձ։ Բայց ես վստահ եմ, որ պարոն Հովանեսյանը շատ զարմիկներ, զարմուհիներ, հարևաններ, ընկերներ է ունեցել, բայց կարծես այդ բոլորի մեջից չնայած գիտեմ, որ ջերմ հարաբերություններ են բոլորի հետ, բայց Տիկին Հովնանյանին մի տեսակ դուք էլ նաև ոչ միայն օժիտ տվեցին, այլև դուք էլ վերցրեցին։ Մեծ սիրո, շատ մեծ սիրո վերցրել։ Գիտեք, մենք եթե ճիշտ պիտի խոսենք հարսանիքին, դա իրենք ուրիշ նահանգ են ապրել, հեռու, Նյու Ջերսի նահանգում են, մենք Կալիֆոռնիա եւ հեռու էր այդքան շատ չենք տեսնում մեր հարսանիքից հետո։ Այո, Հայաստանն էր, որ մեզ իրարու հետ բերեց եւ շատ լավ ընկերացանք, ինքը քույրիկ չունի, ես էլ քույրիկ չունեի այստեղ, իմ երկու քույրիկները այստեղ չեն։ Եվ տարիների ընթացքում մենք քույրիկ դարձանք, մենք ընկերներ չենք, մենք քույրիկ եւ խոսելուց էլ քույրիկ ենք ասում իրարու։ Եվ խնդիր կա, Արմինեին գսանքեմ։ Բայց նա այդպես ասում ես, բայց ես մտածում եի ես մասին, որ ես ու դու ինչպես ենք հարաբերվում եւ մտածում եմ, երբ որ մենք տեսնում ենք իրարու, շատ այս բամբասանք չենք լինում, համարյա, երբեք բամբասանք չի լինում, ընդհանրապես խոսում ենք երեխաների մասին, ընդհանրապես խոսում ենք Հայաստանի վիճակի մասին, ապագայի մասին, խոսում ենք արվեստ շատ ենք սիրում, ինքն էլ շատ սիրում նկարչություն, ես էլ, ուրիշ ինչ ենք խոսում, եւ ուտելիք, ընկերներ։ Երբ վերադարձաք Հայաստան, անշուշտ այստեղ ամեն ինչ հարազատ էր, բայց միևնույն ժամանակ անծանոթ էր, ինչ խոսք։ Շատ։ Ինչքանով են կարևոր այն մարդիկ, ովքեր քեզ դարձնում են հարազատ, անգամ սեփական երկրի հետ, Տիկին Հովնանյան։ Հա, ամենակարևոր բանն է, որ տեղափոխվում ես անծանոթ երկիր, որ Արմինեի նման մարդիկ կան, որ ամեն ինչ մեկ անգամ են զգում ես, որ այո, ես այստեղ կրնամ ապրել, որովհետև իրեն նման մարդիկ կան։ Ամեն ինչ սորվեցնում են այս բժիշկը, այստեղ, այդտեղ, ոնց եւ այլն։ Նույնիսկ իմ հայերենս այնքան լավ չէ, եւ ինքն հասկանում է ինձ։ Տիկին Հովանեսյան, ձեզ համար ինչու էր կարևոր այստեղ գտնել հարազատ հոգի։ Գիտես, առաջինը
Կարծես իրենց ընտանիքի Հովնանյանների եւ Հովանեսյանների ինչ որ հատուկ էսպես կապ կա, անխոսելի կապ է դա, շատ մոտ ենք զգում իրարու հետ, բայց ես կարծում եմ նաեւ մայր արժեքները, ընդհանուր արժեքներն են մեզ իրար մոտ բերում եւ այդ ընդհանուր արժեքներն են Հայաստանը, սերը հայրենիքի եւ Հայաստանի։ Հիմա Նինան, որ ոչ մի կապ չունեցե Հայաստան հողի հետ, սերունդներով իրենք ծնվել են Սփյուռքում Հայաստանից դուրս եւ ահա մի օրիորդ որ ունի ամեն ինչ Միացյալ Նահանգներում եւ ես գիտեմ, ես հասկանում եմ ինչ ունի, ինչ կրթություն է ստացել, ամենաբարձր համալսարանները շփվել է ամենաբարձր էլիտաների հետ, ոչ միայն հայկական, այլ ամերիկյան, եւ ահա այս օրիորդը սիրով գալիս է ապրելու Հայաստան։ Հասկանալի է, որ ծնված օրից իր հայրիկը, մայրիկը, տիկին Հասմիկը եւ պարոն Վահագը իր մեծ սրսկել են հայրենասիրությունը ուղղակի եւ այլ կերպ չէր կարող լինել, բայց ինձ համար մեկը որ Հայաստան է ծնված եւ Ամերիկա մեծացած եւ երկու աշխարհին լավ ծանոթ է, ես հասկանում եի դա ինչ է նշանակում։ Ես հասկանում եի, որ ինչքան ուժեղ սեր պիտի ունենաս հայրենիքին եւ հայր հողին, որ այդ ամեն հանգստությունը, շռայլությունը թողնես Միացյալ Նահանգներ եւ գաս։ Եվ դրա համար եմ սիրում Նինային։ Սիրում եմ, որտեղ մենք այդ համընդհանուր արժեքներն ենք կիսում։ Գիտեք, դուք խոսում եք Տիկին Հովհաննիսյան եւ ես մտքով նաեւ վերհիշում եի շատ հարաբերություններ Հայաստանում ծնված մեծացած կանանց մոտ բացարձակ չարժե զրկելով, բայց մի շատ նուրբ բան է տեղի ունենում հենց այս պահին, երբ դուք ձեր խոսքի մեջ շատ գեղեցիկ կերպով մեծարում եք եւ արժևորում եք ձեր ընկերոջը։ Որքան կարեւոր բան է սա, որքան կարեւոր է, երբ որ դու անշուշտ ինքնահաստատման կարիք այս տարիքում այն էլ ձեր ճանապարհն անցած մարդիկ չունեն, բայց այդ նրբությունը դիմացի մարդուն մեծարելու եւ գնահատելու, սա մի ֆանտաստիկ բան է, որը իհարկե ես շատ ուրախ կլինեմ բոլոր այն մարդիկ, ովքեր դիտում են, իրենց համար որպես օրինակ վերցնեն։ Տիկին Հովհաննիսյանը շատ նրբորեն խոսեց եւ հակիրճ անշուշտ նաեւ ձեր հայրենասիրության ճանապարհի մասին։ Ինձ հետաքրքիր է դուք ինչ վերլուծություն ունեք։ Տիկին Արմինեի մոտ որտեղից է գալիս հայրենիքի հանդեպ էս անսահման սերը։ Ինքը մեկ կտոր սեր է։ Արմինեն ամեն ինչով սերով ընում է եւ վստահ եմ, որ ինքը սերով եկավ Հայաստան, Հայաստանի հանդեպ սեր, ամուսինին, ընտանիքին հանդեպ սեր եւ ինքը այնքան լավ պատրաստած էր, շատ ուժեղ կրթություն sorry կրթություն ստացել է, իրավապան է, լավ եւ ինքը պատրաստ էր, որ ինչ որ ինքը գիտեր Հայաստանի մեջ սրծկե եւ ամեն արժեքները բաժանե երիտասարդությունի իր ընտանիքին եւ իր շրջապատին եւ ճիշտ այդպես է անոր համար իրեն կանչում են Մայր Հայաստան։ Մայր Հայաստան է ձեզ ասում։ Մի բան հարցնում եմ, նկարահանումների ժամանակ անշուշտ մարդիկ ինչ որ բաներ մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ, ինձ հետաքրքիր է ձեր այս երկկողմանի կոմպլիմենտները եւ իրար գովել նկարահանումներից դուրս է։ Ամբողջ ժամանակ հենց կարոտ ենք սիրո եւ հոգատարության մենք իրար ենք զանգում։ Եւ շատ շռայլ ենք։ Շատ շռայլ ենք։ Ես էլ իրան կանչում եմ իմ թաքուհիս։ Այ որտեվ ինքը երբ որ ճաշկերույթներ է կազմակերպում, ինքան սիրուն սեղաններ ա դնում եւ ինքը սիրուն հագնում, ինքը երբ որ գալիս է արդեն թաքուհու նման է։ Բայց իսկապես մենք իրարու շատ ենք սիրում եւ շատ ենք գնահատում եւ գիտես ավելի կարեւորը որ շատ հարգում ենք։ Ես Նինայի մեջ միշտ ինքը միշտ զարմացնում է ինձ։ Ամեն անգամ որ իր հանդիպում եմ ինքը կարող է մի բան ասի, որ ես իրեն նայեմ ասեմ, Նինա, այդ ինչ խելացի բան ասեցի։ Որտեւ ինքը սենց
մի շփիտով հայրենն է որ լավ չի քեզ թվում է ինչ որ մի բան սխալ է ասելու ինքը բայց հետո մի հատ փայլուն մի բան է ասում ու ես նայում եմ Նինա բայց այդ ինչ խելացի բան ասեցիր եւ գիտեք մի քիչ առաջ ասեցի մեր ընկերությունը ինքան տարբեր շերտերի վրա է Եվ մեր երեխաները իրարու շատ կսիրեն եւ մանավանդ Anti-Armenian Դրա մասին ես առաջարկում եմ զրուցենք տակ ու տեստի շուրջ Շատ լավ Եվ քանի որ Տիկին Հովնանյան ես գիտեմ որ դուք միս չեք օգտագործում այս բարակայում ես Տիկին Արմինեից պիտի ներողություն խնդրեմ որովհետեւ ես ամբողջովին սարքել եմ բուսական Օ ես շատ եմ սիրում բուսական Շատ եմ սիրում բուսական Այնպես որ մատուցում եմ հաջորդ ուտեստը եւ շարունակում եմ զրույցը Okay, thank you Ահա Ջան Այս տարին Հերմնե դիալոգի համար նույնպես տոնական է, որովհետև տոնական է Հերմնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպի համար։ Վալան գրուպը նշում է իր հիմնադրման 25 տարին, եւ այս կապակցությամբ ես մշտապես հանդիպումներ եմ ունենում թե աշխատակիցների հետ, թե այն մարդկանց հետ, ովքեր կապված են Վալան գրուպի հետ։ Եվ մենք Վալան գրուպի հետ հանդիպեցինք այն աշխատակիցներին, ովքեր արդեն երկար տարիներ, նույնիսկ կան մարդիկ, ովքեր 25 տարի աշխատում են հենց Վալան գրուպում։ Առաջարկում եմ ծանոթանալ այդ մարդկանց հետ։ Վալան գրուպի 25 տարիների հետևում կանգնած են մարդիկ։ Վալան գրուպը կառուցվում է մարդկանցով, ովքեր չեն հեռանում։ Նրանք մնում են ու դառնում են նրա պատմության մի մասը։ Այստեղ տարիները պարզապես ժամանակ չեն, այստեղ ամեն տարին արժեք է։ Ժամանակը նրանց փորձն է, իսկ Վալան գրուպը նրանց ճանապարհի անբաժանելի մասը։ Վալան գրուպ միշտ մեկ քայլ առաջ։ Պատրաստելու եմ ավելուկով եւ արիշտայով ապուր։ Տաք բուսայուղի մեջ տապակում ենք սոխը եւ սխտորը։ Ծեծում եմ ընկույզը։ Այսօր բարի է։ Ավելացնում եմ ընկույզ, կարմիր պղպեղ։ Ավելացնում եմ եռացրած ջուրը, ավելացնում եմ ոսպ։ Ես ավելուկը նախապես լվացել եմ, թրջել եմ, դառնությունը դուրս է եկել, թեթև խաշել եմ եւ հիմա ավելացնում եմ ապուրի մեջ։ Եվ ավելացնում եմ մանրացրած արիշտա։ Ես պատկերացնում եմ ինչ մեկնաբանություններ են լինելու ավակ սերնդից։ Կներեք, ներողություն, ես ձեզ շատ եմ սիրում։ Մատուցելու եմ կտրատած թարմ համեմով։ Ինձ թվում է բույրը արդեն մատնել է, չէ՞, մենք ինչ ենք Նայենք, անհամբեր ենք։ Մենք փորձելու ենք ավելուկով եւ արիշտայով ապուր։ Շատ ենք սիրում։ Հայկական ակցենտով, Այո։ մթերք հայկական ակցենտով, որը հուսամ կհավանեք։ Արդեն հոտիցը շատ համեղ է։ Եվ ինչ սիրում գույներ ունի տես։ Եվ առաջարկում եմ հետը թարիրի ռոզեն փորձենք։ Հուսով եմ, որ հրաշալի համադրություն կլինի։ Փորձենք։ Այո։ Արիշտայի եւ ավելուկի հետ երկուսը դե լավ եք, չէ՞։ Այո, Իսկ արգիշտիի հետ։ Արգիշտին Պատմեք այդ պատմությունը Տիկինինը։ So դեր մկացել ենք եւ մեկը ծորենի ալյուր չի գրնարու դել։ Ահա։ So ես իրեն ասում եմ, դարբերակներ կան, գիտես, գրեչկա կա, գրեչկայի ալյուր կա, արգիշտին, սավ արգիշտին, ինչ արգիշտի, ես գիտես,
Ես արգիշտի բաները, պաստաները, ինչ արգիշտի։ Ես արգիշտի։ Փորձեք։ Շատ համեղ ա եղել Հելմինա, շատ։ Ընտիր։ Ինձ համար մեծ կոմպլիմենտ է իհարկե, որ ավարտեցիք, շնորհակալություն։ Շատ համեղ է, շատ, ընտիր։ Շնորհակալ եմ։ Արգիշտին բացարի։ Արգիշտին միշտ լավ է։ Ունեք հիշողություններ կապված հենց հայկական համերի ու բույրերի հետ, որ գուցե գալիս է մանկությունից, տատիկ պապիկներից, մորաքույրներից, հորաքույրներից։ Մեր ընտանիքի մեջ միշտ ճաշեփելիս սխտորի եւ անանուխնանեի հոտնա գալիս։ Դրա համար ես որ ճաշ եմ պատրաստում, այդ երկուսը միշտ պետք է լինեն։ Եթե թարմնանե չունեմ, պետք է չորացրածը դնեմ։ Եվ դա ինձ իմ տատիկիս եւ իմ մայրիկիս է հիշացնում։ Դա այդ պետք է անպայման լինի։ Դուք Տիկին Հովնանյան։ Well, Գուցե պատմություն է որ կապված է։ նանեն անպայման եւ մածուն։ Ճիշտ է։ Հայկական են։ Մայրս ասում էր, որ թութու քուֆտեն, մածունով քուֆտեն, Ոյ խնդանում եմ։ փուն հայկական է։ Ադի եւ սյուբերեկ։ Հետո մեկ անգամ Թուրքիա կացի, սյուբերեկ կարամ այդտեղ։ Մամայիս պատմեցի, եսա ոչինչ, իրենք ահայ են, ուղղակի չգիտեն։ Իդեպ կատակ ենք անում, բայց Թուրքիայում արգելում են ԴՆԹ-ի անալիզներ հանձնել, որովհետև շատ լավ հասկանում են ուր կարող է դա տանել։ Վերադառնալով ընկերության թեմային, շատ հաճախ մենք հանդիպում ենք նույն արժե համակարգի տեր մարդու, թվում է թե մենք նույն ուղղությամբ ենք նայում, թվում է թե մենք նույն արժեքներն ենք կիսում, բայց կյանքի ճանապարհին մենք կորցնում ենք այդ մարդկանց։ Այս կամ այն պատճառով դա կարող է լինել ֆինանսը, դա կարող է լինել չկիսելու ինչ-որ մի բանը, դա կարող է լինել չհասկանալը իրար, դա կարող է լինել արժե համակարգի փոփոխությունը։ Հիմա ինձ հետաքրքիր է ոնց է ստացվել, որ դուք այսքան տարի միասին ջերմ ընկերություն եք անում եւ այդ կյանքի ճանապարհին չեք կորցրել իրար։ Գիտես, Հերմինե, ես միշտ մտածում եմ, որ նույնիսկ երբ որ ընկերներից հեռանում ես, դա վատ բան չի։ Ինձ թվում է, որ այդ ընկերները գալիս են ինչ-որ ժամանակ քո կյանք են մտնում, ինչ-որ դեր են ունենում, եւ հետո ժամանակն է եւ հեռանում են եւ շատ բնական է։ Հիմա ես ու Նինան իսկապես մենք իրարու ոչ թե միայն ընկերներ ենք, այլ մենք ընտանիքի անդամներ ենք համարում իրար։ Եվ այն փաստը, որ 3 սերունդ, երբ թե 4 սերունդ արդեն, 4 սերունդ եւ շուտով 5 կլինի, որովհետեւ արդեն թորնիկները Anthony Night ունեն ուզում գնան անցկացնել, այո։ Ես կարծում եմ, որ ինչ որ մի բան կա այդտեղ յուրահատուկ եւ իսկապես ընկերությունը դառնում է ընտանիքի անդամ։ Եվ ինձ թվում է տարբեր տեսակ ընկերություններ կան անոնք, որ գործով սպառվում եք, իրարու հետ կապնվում եք, կամ թե պրոյեկտներ, տարբեր, բայց մեր ընկերությունը անպատճառ, ուղղակի բարձ ընկերություն, այսինքն ուղղակի սեր։ Ինձ հետաքրքիր է կրիտիկական պահերի, ով իրեն ինչպես է դրսևորում։ Մենք ամիջապես իրար կողքի ենք։ Եթե ինչ որ եւ շատ իսկապես բախտավոր ենք, որտեվ շատ տխուր պահեր չենք ունեցել, բայց ունեցել ենք կորուստներ, ենք ունեցել մեր հայրիկները, մայրիկները, հիվանդություններ ենք ունեցել եւ առանց խոսքի, առանց այսպես ամպագորգոր հայտարարություններին մենք ներկա ենք, իրար կողք ենք եւ կարող է չխոսենք էլ այդ մասին։ Եվ իսկապես ես ասեցի, մենք են տիպիկալ ընկերուհիները չենք, որ իրարու հեռաձայն ենք ամեն շաբաթ։ Դե Տիկին Հովնանյանին հեռաձայները լավ դա շատ մեծ խնդիր է։ Միայն մեյլերով։ Չէ, ուզում եմ ասեմ, այդպես չի, որ մենք ընկերուհիներ կան, չէ, իրար հետ ամեն օր խոսում են, ինչ լավ է դա։ Մենք չենք անում այդպես, մենք կարող ենք շաբաթներով իրարու հետ չխոսել, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև մենք գիտենք, որ եթե ինչ որ լուրջ բան լինի մեր հետ,
առաջին մարդը, որ մենք պետք է դիմենք, դա իրար են, այո։ Գաղտնիք չէ եւ Տիկին Արմինեն էլ իր խոսքի մեջ փաստեց Տիկին Հովնանյան, որ ձեր կենսագրությունը շատ հետաքրքիր է եղել եւ բավականին հագեցած, բուրըն, նյույորքյան էլիտայի մեջից մի օրիորդ, որը վերադարձավ Հայաստան, ինչպես ասաց Տիկին Արմինեն, եւ այնպես չէ, որ Տիկին Արմինեն ձեր կյանքը շատ տարբերվել է դրանից։ Այս կամ այդքան չէ իրապես կա։ Ինչպես շատ դժվար է կարող եք ասել։ Ինձ հետաքրքիր էր, որ եկաք Հայաստան, երկուսիդ էլ հարցը հղում եմ եւ ինչ շատ հետաքրքիր է սա։ Եկաք Հայաստան, հասկանալի է, այստեղ ինչ էր կատարվում, ինչ տեսակ, ում տեսակ եւ այլն, տեսակ կանանց, ովքեր որ բավականին շատ խնդիրների մեջ են, կանանց ովքեր հացի խնդրի մեջ են, կանանց ովքեր կորցրել էին իրենց ամուսիններին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ունեն սոված երեխաներ եւ այլն, պատկեր, որը երկուստ էլ գիտեք։ Մեղքի զգացում կար։ No. Ոչ մի մեղք, որովհետև ես նայում էի, որ հայերը շատ քաչ են եւ թիմող եւ թիմացող եւ պատրաստ էին, որ ամեն ինչ անեն, որ հաջողվեն եւ առաջ երթան։ Եվ ուղղակի ես ուզում էի իրենց ճանապարհ տալ, կանանչ լույս տամ, որ իրենց գամքով առաջ երթան։ Այդ մեղքը շատ վատ բան է, որովհետև այդ կնշանակե, որ դու դեղ մնաց, որ իրենք երբեք չեն լինում, եւ ես ուզում էի, որ իրենց ապական կանանչ լիներ, կանանչ ճանապարհ։ So, մեղքը չէի զգում, շատ ալերգիա ունի մեղք։ Ես կասեմ նույնիսկ հիացմունք կար ինչ-որ առումով, որովհետև այստեղի կանայք Հայաստանի իսկապես շատ տաղանդավոր են, իսկապես սա որպես կոմպլիմենտ չեմ ասում, ամեն ասպարեզում իրենք դրսևորում են փայլուն իրենց։ Եվ միշտ պատրաստ։ Եվ քնքուշ, գեղեցիկ, քնքուշ, բարի, եւ այդ մութ տարիներին, որտեղ մենք մութ տարիներին ենք այստեղ եղել, ինչքան հյուրասեր, ինչքան կարող էին ամեն փոքրիկ մի բանից ամենից համող ճաշեր պատրաստել եւ քեզ հյուրասիրել եւ հոգ տանել։ Ես հիշում եմ, որ երեխաները շատ փոքր էին այդ տարիներին, որ եկանք եւ այդ մութ սուրտ տարիները մենք 10-րդ հարկում էինք ապրում եւ եթե ուրիշները կարող էին գեներատորներ ունենալ, մենք չէինք կարող, որտեվ ռաֆին թույլ չէր տալիս, պետք է ամենքի պես դժվար ապրեինք մենք եւ ես հիշում եմ, որ մի ժամ էին լույսը տալիս այդ օրերին, բայց մենք հարևան ունեինք, որ ինքը գիշերը երբ որ մենք քնած ենք եւ լույս էին տալիս, ինքը գիշերը արթուն էր մնում եւ մակարոն էր խաշում, որ հաջորդ օրը իմ փոքրիկ երեխաները ուտեն, որտեղ երեխաները մակարոն շատ էին սիրում։ Եվ բացի հիացմունքից նույնիսկ կարող եմ ասել նախանց կար, որ ինչպես կարող են կանայք այսքան ուժեղ լինել, այսքան գեղեցիկ լինել, այսքան համբերատար լինել, որովհետև հա, որովհետև մենք սփռքում, երբ որ մի բան ենք անում, մենք սիրում ենք, տեսեք, մենք համով ճաշ պատրաստեցի, մենք այս գործածում, այստեղի կանայք այդ ամենը կարող էին անել շատ լուռ, իրենց միշտ երկրորդական պլան դնելով։ Դրա համար եւ գիտեմ, որ Նինան եւ ես խոսում ենք այս մասին, որ այստեղի կանայք իսկապես տղամարդիկը պետք է շատ գուրգուրեն իրենց կանայք, որտեվ անգնահատելի են, անգնահատելի։ Ինչ սովորեցիք որպես կին Հայաստան տեղափոխվելուց հետո։ Հենց այդ կանանցից գուցե համբերություն, որովհետև Նյու Յորքի ժողովուրդը անհամբեր ժողովուրդ են, ամեն ինչ եւ շատ պահանջ կա, եւ ես սորվեցա համբերություն, որովհետև ամեն ինչ ասենց պետք է պետք է սպասես, որ մարդիկ հասկանան եւ համբերությունով պետք է իրարու հետ սովորեք, որ առաջ երթաք, որովհետև ես միշտ վազվրդոցի մեջ էի եւ
Հայաստանի բանը տեմպը ավելի դանդաղ էր, բայց եւ հյումորը շատ սրացավ եւ համբերություն։ Հրաշալի։ Դուք Տիկին Մարմինե։ Ես կարծում եմ սովորեցի հարգանքը վաստակել։ Եվ հետգամ դու ճիշտ ասեցիր Նինա, որ շատ համբերություն է պետք, որտեվ հասկանում էի, որ այդ հարգանքը վաստակելը ժամանակ է պետք։ Իմ համար ավելի հեշտ էր ամեն ինչ, որտեվ մարդիկ ավելի ներողամիտ էին, որտեվ սպյուրքից է Արմինեն, Ռաֆիկինն է, ուրեմն ես կարող էի թույլ տալ սխալներ եւ մարդիկ ավելիներ էին ինձ, բայց ես շատ զգուշ էի, որ մարդիկ ինձ ընդունեն ոչ թե այս կինը ոչինչ չի կարող անի, այլ վաստակեմ իրենց հարգանքը եւ գիտեմ, որ Նինան նույնն է, որտեվ Նինան շատ համեստ է չի ուզում ասի, բայց ինքը շատ լավ ծրագրեր սկսեց Հայաստանում, որ լրիվ նոր ստանդարտ դրեց։ Տիկին Հովնանյան, իսկապես հաջորդ հարցս հենց դրա մասին պիտի լիներ, այն ծրագրերը, որ դուք արեցիք եւ մշակութապահպան, արհեստապահպան, ինձ համար ամենացավոտ թեմաներից մեկն է, որ հայկական արհեստները կորում են, այսինքն ինչ որ հատիկ արվում են, բայց իհարկե սիստեմա որպես այդպեսին չկա։ Հետաքրքիր է տարիներ առաջ երբ որ եկաք դրա մասին ընդհանրապես խոսելը մի տեսակ խենթություն էր։ Խենթ պիտի լինեիր, որ դրա մասին քիչ չմտածեիր, մի հատ էլ ձեռնարկեիր, մի հատ էլ փորձեիր գոնե միկրո համակարգ ստեղծել, որը ոչ միայն աշխատանք ապահովելու մասին էր, այլ նաև ժառանգություն թողնելու մասին էր։ Ինչն էր ձեզ դրդում այդ խենթության։ Ես եկա, որ տուրիզմի զարգացման գործակալությունը բանամ, եւ ամեն մարդ ասում էին, ասի պետք է անենք, անի պետք է անենք, ես ասում էի, մեր ամենաթանկ արժեքը մեր ժողովուրդն է եւ իրենց տաղանդները, եւ որ մարդիկ գալիս են որպես տուրիստ, իրենք փող պետք է ծախսեն։ So հյուրասիրությունը կարևոր է եւ բնական օրեն հայերը ադիգա մասնակցություն ունեն եւ տաղանդները պետք է ներկայացնենք, so այս իրենց արհեստները, արվեստները եւ այլն շուգա փանանք, որ մարդիկ փող ծախսեն եւ երկիրի տնտեսությունը զարգանա, հենց ադեր, մեկը մյուսին հետ անիմաստ էր եւ ադեր ծրագիրը։ Ձեր պատասխանը ավելի այսպես բիզնես լեդիի պատասխան էր։ Այսինքն ելնելով, որ այսպես պետք է արվեր, որ այսպես լինի, բայց դրա տակ մի հատ շերտ կա, որ այդ շերտն եմ ուզում։ Այդ շերտն եմ ուզում։ Well, ես դիզայներ եմ եւ անշուշտ պետք է համոզեի մարդկանց, որ ուզում եմ դիզայնով զբաղվել եւ դիզայնի վստահությունը, որ մեր ավանդույթները պետք է պաշտպանվին, որովհետեւ ամեն դեղ նույն բանը կա, բայց Հայաստանը յուրահատուկ տեղ է, եւ ուզում էի, որ ժողովուրդը ընկրկե այդ մեր ավանդույթի սերը, որովհետեւ շատ հեշտության իրենք կրնային արևմտյան բաները ընկալեն եւ ամեն ինչ ճուրի թափեն եւ առաջ երթան, բայց ուզում էի, որ մերը զարգանան, պահպանել։ Եվ զարգանան, որովհետև ես սիրահարված էի մեր ամեն ինչով, մեր հայկականը։ So, անոր համար Հայաստանի գանձերով անուն թրի, որովհետև իրականից մեր դիզայնը գանձ է, մեր դիզայնի ավանդույթները գանձեր են, եւ պետք էր պաշտպանվեր։ Շատ դժվար էր համոզել ժողովրդին։ Այս շերտն էի ուզում։ Շատ դժվար էր։ Ես հիշում եմ, երբ որ ուզում էի, որ մանկական շորեր պատրաստում էի եւ դժվարությամբ ժողովուրդը սիրում էին, առնում էին։ Մեկ անգամ Ռուսաստան ծախում էի
եւ 10 անգամ տան ծախում էին եւ խանութները չէին գնար բահել իրենց մոտ անընդհատ վերա պատվերներ անում էին Եվ մեկը եկավ Ռուսաստանից, ընկերը որ Հայաստան ապրում, Նինա, գիտես, ցումը քու ապրանքի նման բաներ ծախում է, բայց 10 անգամ ավելի թան։ Ասի ոչ նման իմն են, իմն են։ Հա, okay, լավ, նույնը այստեղից կրնամ առնել, բայց Հայաստանի կինով, ասի ոչ, ադիկա exclusive է։ Sorry։ Շուզեցի կորում է Հայաստան է, բայց կնավ Մոսկվայից ար։ Տիկին Հովանեսյան, ես այսօր պատանի նվաճողներից կամ օրանից շատ հարցեր չեմ տա, որովհետև բազմաթիվ են հարցազրույցները այդ թեմայով, ցանկացած մարդ, ով կցանկանա ծանոթանալ ավելի լավ եւ օրանի կենսագրությանը եւ ջունիոր եւ երիտասարդ նվաճողների, պատանի նվաճողների վստահաբար կարող է գտնել հարցազրույցներ այս թեմայով։ Բայց մի հարց է ինձ հետաքրքիր, դրանով օրանը կամփոփենք, շատ չենք խոսի։ Ինձ հետաքրքիր է ինչ փոխվեց օրանի կյանքում Արցախի երեխաների վերադարձից հետո։ Հա, գիտեք, մոտեցումը մի քիչ պետք է փոխեինք, որովհետև Հայաստանի երեխաները, որոնք ընդգրկված են օրանում, իրենք ծնվել են աղքատության մեջ, մեծացել են աղքատության մեջ եւ այդ աշխարհը միայն գիտեն։ Իսկ Արցախի երեխաները շատ տարբերվում էին, որովհետև նրանցից ոմանք շատ բարեկիրթ կյանք էին ապրել եւ լավ կյանքով էին ապրել, բայց ամեն ինչ պետք է թողնեին մեկ օրում եւ գային հայտնվեին Հայաստանում ոչինչով, ոչինչ չունենալով։ Եվ ուրեմն այս երեխաների մեջ կային շատ լավ կրթություն ստացած երեխաներ, շատ բարվոք ապրող երեխաներ եւ մենք պետք է կարողանայինք այս երեխաներին արագ ձևով ինտեգրացնենք Հայաստանի կյանքին, Հայաստանի ապրելակերպին եւ սկզբում դժվար էր, սկզբում մի քիչ նույնիսկ ուտելիքներն էր իրենց համար տարօրինակ գալիս, բայց երեխաները շատ շուտ են ադապտացվում եւ արդեն համարյա փոփոխությունը չես տեսնի եւ այս դեպքում էլ իմ քույրիկս, իմ ընկերուհին մեծ ջանք չի խնայել եւ իմ կողքին է եղել, որովհետեւ ինքը եւ տնօրենների խորհրդի անդամ է եւ նվիրատուներից է մեր իր հայրիկից սկսած, իր ընտանիքից սկսած եւ ուրեմն այդ առումով մի քիչ պետք է տարբերվեինք, որպեսզի կարողանայինք մեր մոտեցումները, մեր մտածելակերպը փոխել երեխաների հանդեպ։ Շատ հետաքրքիր թեմա է օրանը իհարկե, ինձ հազիվ եմ զսպում, որ շատ հարցեր չտամ, բայց կրկնում եմ, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են ավելին իմանալ օրանի մասին, վստահաբար մյուս հարցազրույցներում կարող են գտնել։ Այսօր մեր թեման մի փոքր այլ է, ես այլի հարցեր ունեմ, բայց առաջարկում եմ հատուցեմ աղանդերը եւ քաղցր սեղանի շուրջ խոսենք։ Քաղցր զրույց ունենանք։ Այո, շնորհակալություն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն սեփական տուն, առանձնատուն, ամառանոց, ես վստահ եմ, որ գիտեն նաև բարդությունները առանձնատուն պահելու հետ կապված։ Շատ տարբեր են, շատ տարատեսակ են այդ խնդիրները, բայց նաև վստահ եմ, որ ձեզանից շատերը բախվում են տանիքի հետ ունեցած խնդրի հետ, կամ պետք է փոխարինել հին տանիքը նորով, կամ էլ երբեմն ծագում են խնդիրներ տանիքի հետ կապված, որոնք կարող են տունը հիմնահատակ քայքայել եւ փչացնել։ Այս հարցին կա լուծում։ Իմ սիրելի գործընկեր Կտուր AM-ը առաջարկում է, որ նման դեպքերում, եթե դուք պետք է փոխեք ամբողջովին ձեր տանիքը կամ էլ վերանորոգեք, անպայման զանգահարեք 8128 կարճ հեռախոսահամարին, պրոֆեսիոնալ աշխատակիցները ուշի ուժով կլսեն ձեզ, ձեր խնդրի հետ կծանոթանան, հետո կմոտենան արդեն մասնագետները, ովքեր կգնահատեն խնդիրը եւ շատ արագ լուծումներ կառաջարկեն։ Կտուր AM-ը նաև առաջարկում է ձեզ ազատվել փաստաթղթային հարցերից, եթե պիտի տանիք ամբողջովին փոխեք եւ պետք է դա անեք բանկերի օգնությամբ։ Ձեր բոլոր խնդիրները, որոնք կապված են լինելու բանկի հետ, Կտուր AM-ը վերցնում է
է իր վրա։ Դուք ընդամենը զանգահարում եք եւ բոլոր թղթաբանական հարցերը Կտուր AM-ը վերցնում է իր վրա, ձեզ մնում է ընդամենը հաստատել եւ անցնել գործի Կտուր AM-ի հետ միասին։ Դուք թխել եք բիսկվիտ։ Ստացվել է մի փոքր ոչ այնպես, ինչպես նախատեսել էիք։ Օրինակ, ինչպես ինձ մոտ։ Ինչ է պետք անել։ Պետք է փրկել։ Ինչպես։ Հիմա կիմանաք։ Պատրաստում եմ շատ համեղ կրեմ, որով կզարդարեմ եւ կմատուցեմ իմ բիսկվիտը։ 35% խտությամբ սերուցքը։ Ավելացնում եմ շաքարի փոշի։ Ավելացնում եմ նաեւ ռիկոտա պանիրը։ Քիչ-քիչ ավելացրեք։ Ավելացնում եմ 1 գդալ վարդի ջուր։ Հիշում եք, որ հայկական մթերքներն են այսօրվա ճաշացանկի ակցենտը եւ առանց նուռ իհարկե հայկական խոհանոց պատկերացնել հնարավոր չի լինի։ Մաքրեմ նուռը, կմաքրես ես սպիտակ շորով եմ։ Բիսկվիտի վերևի հատվածը կկտրեմ, որովհետեւ նուռ եմ քամելու, իսկ կտրած վիճակում նուռը ավելի լավ կներծծվի։ Ահա։ Մի հատ գնահատեք, որ ես սպիտակ շորերով զոհում եմ ինձ։ Եվ արդեն պետք է դնել կրեմը։ Եվ զարդարում եմ նուռով, իհարկե։ Չզարմանաք, եւ ուրցով։ Հիմա պատմեմ։ Ես այս բաղադրատոմսով փորձեցի մեր սիրելի հայ կանանց մի փոքր խորամանկություն սովորեցնել։ Ահա։ Որ կարողանան մի փոքր խորամանկել խոհանոցում, եթե ինչ որ բան այն չի ստացվում։ Շատ ժամանակ երբ որ մենք թխում ենք ինչ որ բիսկվիտ եւ մեր ուզած ձևով չի լինում տեսքը, ընկճվում ենք, նեղվում ենք, տխրում ենք, բայց ես առաջարկում դրան միշտ լուծում, ամենատարբեր համեղ կրեմները, որոնք կարող են իհարկե միանգամից տեսքը փոխել մեր խմորեղենի եւ միանգամից շատ սիրուն էլեգանտ արտաքին տեսք տալ։ Ինչ եմ ես արել, ես 3 թխել եմ կիտրոնով եւ ռիկոտայով բիսկվիտը եւ այսօր պատրաստել եմ ռիկոտայով սերուցքով կրեմը, իսկ բիսկվիտի վրա քամել եմ թարմ նուռը քամել եմ եւ զարդարել եմ հայկական նուռով եւ ուրցով։ Եվ առաջարկում եմ մենք վայելենք հայկական V&M կոնյակը, որը 10 տարի հնեցում ունի եւ հնեցման ամբողջ ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտությունն է հնչել, այնպես որ հուսամ նոտաները կլսենք։ Երբեք չգիտեի, որ այդպես են անում, երաժշտություն են դնում։ Հա, դե ասում են, որ ջուրը ունի հիշողություն, հեղուկը վերցնում է այդ հիշողությունը, նույնիսկ կար գիտական վերլուծություն այդ թեմայի շուրջ։ Շնորհակալություն։ Okay։ Հիմա փորձենք։ Փորձենք, ես էլ եմ անհամբեր։ Իհարկե ձեր թխվածքների չի կարող համեղ չլինել, որտեվ այնքան լավ բաներ ես մեջը դրել։ Որտեվ այնքան լավ բաներ ասեցի։ Այո։ Մի անգամից փորձեցի տպավորությունը իմ ուզած ձևով։ Հա։ Յուրահատուկ համ ունի։ Ինձ թվում է բիսկվիտի մեջ էր կարելի ուրց ավելացնել։ Չէ՞։ Շատ ճիշտ է։ There's like a taste of cardamom. How do you say cardamom? Cardamom դրել ես մեջը։ Չէ։ No? Տիկին Հովնանյան։ Տիկին Հովանեսյան։ Գիտես Հերմինե, երբ որ ես Հայաստան եկա, այս կենացի պահը շատ չէի գնահատում ու հասկանում, մտածում էի ինչքան են մարդիկ խոսում, բայց տարիների ընթացքում ես հասկացա, որ որովհետև հայերս շատ առատաձեռն չենք
իրարու ասելու, ջերմ խոսքելու, սա լավ առիթ է լինում այս կենացը։ Ես քեզ ուզում եմ նաև կենացով ջերմ խոսքեր ասեմ, որտեվ ես եւ իմ քույրիկ Նինան մենք շատ պատվված ենք զգում, որ դու այսօր մեզ հրավիրել ես։ Շատ շնորհակալ ենք եւ քո ջախում ես մեզ ընդունում, քո ձեռքով շատ սիրով պատրաստել ես շատ գեղեցիկ հյուրասիրություն եւ մեզ շատ հիշարժան օր նվիրեցիր։ Այո, Շատ շնորհակալություն։ Ես էլ հարստացա իմ հիշողությունների արխի մեջ sense մի մեծ գեղեցիկ փունջ ավելացրեցի։ Շնորհակալություն։ Դու համեստաբար չնշեցիր քո դերը, որովհետեւ դու օրանի առաջին իսկ օրվանից ես օրանի հետ եղել, դու մի քանի ճաշկերույթներ ես վարել, դու մասնակցել ես դրամահավաքներին եւ ուրեմն դու էլ օրանի ընտանիքի մաս ես։ Ես պատվով եմ ընդունում այդ պաշտոնը, որտեղ իսկապես շատ պատվաբեր է եւ ուզում եմ անպայման ոչ գործի, բայց դրա հետ կապված մի բան հարցնել, որքանով է կարևոր, երբ ընկերդ ինչ-որ բան է նախատեսում, նախաձեռնում, այս պարագայում եւ ձեր ծրագրերը եւ Տիկին Արմինեի ծրագրերը, որ ոչ միայն խոսքով, ոչ միայն սատարելով, ինչը շատ կարևոր է, բայց նաեւ իսկապես այդ գործի մեջ ներդրում են ունենում հենց քո կողքի մարդիկ։ Այդ ամենակարևոր բանն է։ Այո, անշուշտ։ Որովհետև լրիվ հասկանում ես ընկերներդ ով են, այնադեն։ Եվ խրախուսում են քեզ, ուժ են տալիս դրանով։ այո, Եթե քո ընկերդ քեզ հավատում է, որովհետև դու գիտես, որ քո ընկերդ ազնիվ կլինի եւ քեզ կասի։ Այո։ Գիտեք, իսկապես հիմա շատ լավ բարի խոսքեր ենք ասում իրար եւ ասում են, բայց երբ որ տեղը գալիս է եւ պետք է ճշմարտություն ասես եւ կարող է ցավալի լինի այդ ճշմարտությունը, դա է իսկական ընկերությունը, որ ասես, գիտես, սա սխալ է, սա ճիշտ է։ Ուրեմն երբ որ ընկերդ մասնակցում է քո գործին, քո ծրագրերին եւ հավատում է դրան, դու գիտես դա ազնիվ է։ Եվ ուրեմն գնահատում ես դա շատ եւ խրախուսվում։ Ես մի փակագից եմ ուզում բացել, չգիտեմ ինչքանով իրավունք ունեմ, Տիկին Արմինեի, եթե սխալ եմ անում, ապա անպայման ասեք դրա մասին։ Տիկին Հովնանյան, ուրեմն ամեն անգամ երբ օրանի ընթրիքները պիտի լինեին, որի ժամանակ պիտի հասկանայինք օրանը որքան գումար ունի այդ տարվա համար, ես չեմ կարող մոռանալ Տիկին Արմինեի եւ անհանգստությունը, թե այդ տարի ինչքան գումար կհավաքեն, եւ հանգստությունը արդեն իսկ այն հստակ գումարի համար, որ նա ուներ իր գլխի մեջ, որտեղ ասում էր Նինա Հովնանյանը վստահաբար օգնելու եւ այս բաները անելու է իր վրա է վերցնելու, Ռալֆ Երիկյանը սա է անելու եւ այլն եւ այլն։ Եվ իսկապես տեսնել այդ հանգստությունը, որ շատ մեծ գործ ես բռնել, բայց դրա մեջ գոնե մի բաղադրիչ կա, որ դու գիտես քո ընկերները իրենց վրա են վերցրել։ Եվ հենց դրա վրա է։ Շատ կարևոր բան է։ Եվ հենց դրա համար է, որ ռիսկը վերցնում ես, անում ես, որտեվ եթե անես եւ տապալվի երեկոն, շատ վատ կանդրադառնա, բայց դու գիտես, դու քո սյուները ունես եւ դու ունես քո մարդիկը, որ գիտես ինչ որ լինի, իրենք կանգնած են քո մոտ։ Այնպես որ իմանաք, որ Եվ ասեմ, որ Նինայի հայրիկը եւ մայրիկը Տիկին Նինան բանը Հասմիկը եւ պարոն Վահագը իրենք ամեն ճաշկերույթին ներկա էին, ամեն այո Հետո ժառանգեցին Նինային եւ Շանթին, Նինայի եղբորը։ Եղել է արդյոք որևէ դեպք, միջադեպ, հանդիպում, օր, որ այդ օրը փոշմանել եք հայրենիք վերադառնալու համար։ Interesting. Ես կասեի, որ սկզբում, երբ որ Հայաստան եկանք, մի տեսակ Քոնեի համար արկածախնդրություն էր։ Մենք երիտասարդ էինք, մենք երազներ ունեինք, երազել էինք Հայաստանը միշտ անկախություն էր եւ այդ ժամանակ մեր համար այո շատ մութ տարիներն էր, ցուրտ տարիներն էր, լույս չկար, բայց մենք գիտեինք, որ երբ որ ուզենք, մենք 24 ժամվա մեջ կարող ենք տոմս գնել եւ հայտնվել շատ հանգիստ երկրում։ Եվ այդ ազատությունն էր, որ մենք շատ հանգիստ մնում էինք, որտեղ ընտրել էինք, բայց ունեինք ազատություն ընտրելու։
Իսկ տարիները որ անցավ արդեն սա դարձավ շատ հարազատ տեղ, որ նույնիսկ քո մտքով էլ չի անցնում, որ կարող է ուրիշ տեղ գնաս, կարող է տեղափոխվես, որտեղ այստեղ ես պատկանում արդեն, այստեղ է պատմությունը, այստեղ է ընկերներդ, Արդեն ավելի շատ այստեղ ես ապրել։ Այո, հուշերդ ավելի այստեղ են, եւ իմ համար ես օրինակներ եմ բերում մարդկանց մեկ-մեկ որ հարցնում են եւ մի քանի ամիս առաջ քայլում էի Պրոսպեկտ եւ Պուշկին եւ ցաղկավաճառ կին կատարիքով եւ ինքը ասեց ինչ ես անում, ասեց օ շաքարս եմ չափում, ասեց օ կարծեմ ես էլ ունեմ, ասեց արի նստի չափեմ շաքարդ, ուրեմն մենք նստեցինք Պրոսպեկտ Պուշկին փողոցի վրա, ինքը հանեց փոխեց ասեղը, նոր ասեղ դրեց, որ հանկարծ ես չմտահոգվեմ, եւ ինքը մենք նստել ենք փողոցում եւ ինքը իմ այրուն շաքարն է չափում եւ ես մտածեցի որ երկրում էսպես բան կարող է տեղի ունենալ, սա է մեր Հայաստանը։ Եվ այնուամենայնիվ Տիկին Հովնանյան ունեցել եք պահ, որ փոշմանել եք։ Գիտես ինչ, այո, արդենցել եմ, ասում եմ, ինչ եմ անում հոս, հետո հիշում եմ ինչու թողեցի շատ հանգիստորեն, որովհետև Նյու Յորքը ինձ համար դարձել էր շատ ձանձրանալի եւ էփած ջաշ էր Նյու Յորք, ամեն ինչ կար, ընդհանրապես բան չկար։ Բայց եկեք մի հատ մի տողով մարդկանց հիշեցնենք, հա դուք Նյու Յորքում ինչ էիք անում։ Ամեն ինչ անում էի։ Ես աշխատում էի Princess Grace Fondին fundraiser, չեմ գիտեր ոնց ասեմ։ Դրամաշնորհ։ Yeah, that word. Եվ այնտեղ աշխատում էի եւ ամեն իրիկունները պարահանդես, այստեղ, այնտեղ եւ այլն։ Բայց պարահանդես են մեր գրքերում կարդացած պարահանդեսի մասին են, չէ՞ խոսքը։ Այո, շատ շքեղ։ Այո։ Եվ բայց ամեն ինչ կար եւ designer tunes սկսանել, որովհետեւ ամեն իրիկունը դուրս պետք էր տաս շատ շքեղ հագված եւ այլն։ Եվ ես հասկացա, որ ամեն ինչ կա New York, ամեն ինչ կա։ So սկիզբը Aspen, Colorado տեղափոխվեցա, ադալ սեզոնով էր, ծմեր սեզոնը, ամառ սեզոնը եւ մեջտեղը փամը չկա։ Հայաստան որ եկա, ասի, այս երկիրը չկա, բացի սեր, տաղանդ եւ աբակա։ Ես ուզում եմ Հայաստան։ Եվ երբ որ ադի հիշում եմ, ես անգլերենով ասում եմ Հայաստանի potential-ը exponential է, անսահման։ So, ինչ որ միտքը տնում ես, եթե ուզում ես կրնաս ստանալ, կրնաս անել։ Եվ հենց ադե որ ամեն օր կարդանամ եւ կսեմ thank you God, ամենաճիշտ որոշումն է, որ Հայաստան եկա։ Չնայած որ պարահանդեսներին ձեզ երբեմն ուղեկցում էր Ֆրանկ Սինատրայի տղան։ Այո, ճիշտ։ Կարծես վիրավորված եք։ Կարծում եմ եւ այլ ճանաչված մարդիկ։ Well, no, բայց անցյալ օրը ես Facebook-ով փնտրում էի նկարներ եւ այլն եւ իր նկարը ադալ ճիշտ որոշում։ Ցերացած մարդ է։ Իսկ որ պահերին եք այստեղ, որ պահերին է եղել, որ փոշմանել եք հետ գալու համար։ Երեխաների դպրոցի որոշումները շատ դժվար օրեր անցել ենք։ Բժշկական հարցեր կային, որ դժվար են, բայց հիմա ինչ հարցերը որ կան օրից օր լավանում են եւ ասում եմ որ ինչ որ Հայաստան կա դժվար է գտնվում New York կամ New Jersey so շատ
ամենաջիշտ որոշումներ։ Ես չեմ գնար անդեղ ապրել այլևս։ Անհնարին է։ Տիկին Հովհաննիսյան, նաև ես կուզենայի երբեք քիչ չի հիշեցնել եւ մարդկանց ուղղորդել, որ եթե ուզում են անպայման իրենց ներդրումը ունենալ օրանի աշխատանքների մեջ եւ նաև օգնելու, որ երեխաները ել ավելի երջանիկ ապրեն, ինչպես դա կարող են անել, կխնդրեմ ինքներդ ասեք։ Կարող են այցելել օրանի որևիցե կենտրոն, Եկմալյան առաջին 6, բայց նաև website ունենք շատ լավ, oran.org, եւ այնքան մարդիկ հիմա օրանի մասին գիտեն, որ որևիցե մեկին էլ դիմեն, իրենց կողորթեն ինչպես գտնել օրանը, եւ ամեն մարդ կարող է իր ձևով օգնի, մարդ կա երկու հաց է ուղարկում, մարդկա ամռանը իր խնձորներն է հավաքում ուղարկում, երեխաներ, երիտասարդներ կան, որ գալիս կամավոր աշխատանք են անում եւ մենք բոլորին գրկաբաց ընդունում ենք։ Եվ մի կարևոր բաղադրիչ, որ ես ինքս շատ եմ սիրում, երբ արդեն իրենց գործի մեջ կայացած պրոֆեսիոնալ մարդիկ սովորեցնում են օրանի երեխաներին մասնագիտություն ձեռք բերել եւ ավելի ամուր կանգնել սեփական ոտքերի վրա, նման բազմաթիվ օրինակներ ունի օրանը Հայաստանում շատ հայտնի խոհարարներ կան, որ օրանի սաներ են եղել եւ նրանց ինչ որ մեկը մի օր եկել է եւ բարի գործ է արել, սովորեցրել է օրանի հետ միասին, այնպես որ եթե դուք էլ ուզում եք ձեր փորձը կիսել երիտասարդների հետ, ովքեր այս պահին կյանքի պայմաններից ելնելով այնքան էլ լավ վիճակում չեն, բայց դա չի նշանակում, որ վաղը նրանց կյանքը չի լինելու էլ ավելի լավը, հատկապես որ շատ հաճելի է, որ տեսնել Հովնանյան ընտանիքին, Հովհաննիսյան ընտանիքին, որ տարիներ շարունակ ապրելով հայրենիքում չեն ընկրկել, չեն վհատվել ոչ մի բանից եւ այսպես սերունդ այստեղ արդեն իրենց գործունեությունն են ծավալում, այսօր նրանց երեխաները եւ ընկերություն են անում, եւ այդ փոխհարաբերություններն են պահում ընտանեկան եւ ավանդույթներն են պահում եւ շարունակում են նաեւ ստեղծագործել ապրել Հայաստանում, ինչը շատ հաճելի է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Մենք ենք շնորհակալ։ Ձեր այցելության համար շատ հաճելի, Շատ շնորհակալություն։ շատ ջերմ, շատ անմոռանալի պահեր պարգևեցիք ինձ։ Ես վստահ եմ, որ շարունակական է լինելու։ Շնորհակալություն Հերմինե։ Ընկերությունը, որը ունեցել եք եւ Տիկին Հովնանյան, ձեզ հետ էլ չնայած փոքրիկ փորձ ունեցել եմ կեսգիշերնաց հաղորդման շրջանակներում, բայց որ ավելի հաճախ, ավելի անձնական հանդիպումներ դեռ չենք ունեցել, վստահ եմ ունենալու ենք, որովհետեւ ինձ շատ հաճելի էր ձեր ներկայությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Cheers. Cheers. Thank you, John. Merci. Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM